Ծովադուստր Մարիան, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ինչ որ մի երկրում, ինչ որ թագավորությունում Իվան անունով մի արքայազն էր կենում, ուներ 3 քույր։ Մեկը արքայադուստր Մարիա, մյուսը արքայադուստր Օլգա, երրորդը արքայադուստր Աննա։ Սրանց հայրն ու մայրը մեռնելիս որդուն պատվիրեցին. ով առաջինը գա քույրերիդ ուզելու, նրան էլ կտաս, մոտդ երկար չպահես։ Իվանը ծնողներին թաղեց ու քույրերի հետ իջավ այգի, զբոսնելու և դարդերը ցրելու։ Մեկ էլ սև ամպը երկինքը պատեց, ուժեղ ամպրոպ սկսվեց։ Քույրիկներ, տուն գնանք, ասավ Իվան արքայազնը։ Հենց հասան պալատ, որոտը ճայթեց, կտուրը ճաքեց, ներս թռավ մի բազե, խփվեց գետնովն ու դարձավ ջահել ջիվան տղա։ Բարև, ասավ, Իվան արքայազն, առաջ թե հյուր էի գալիս, հիմա խնամի եմ եկել, ուզում եմ քո Մարիա քրոջը հարս տանեմ։ Թե քեզ հավան է, չեմ արգելում, Աստված տա, թող առնի քեզ։ Արքայադուստր Մարիան չարարկեց, բազեն ամուսնացավ ու նրան տարավ իր թագավորությունը։ Ժամը ժամին, օրը օրին, տարին լրացավ ու ոնց որ չէր էլ եղել։ Իվան արքայազնը 2 քույրերի հետ նորից իջավ պարտեզ ման գալու, էլի ամպը երկինքը պատեց, ամպրոպ սկսվեց։ Քույրիկներ, տուն գնանք, ասավ Իվանը։ Հենց հասան պալատ, որոտը ճայթեց, կտուրը ճաքեց, ներս թռավ մի արծիվ, խփվեց գետնովն ու մի ջահել ջիվան տղա դառավ։ Բարև, Իվան արքայազն, թե առաջ հյուր էի գալիս, հիմա խնամի եմ եկել։ Ու Օլգային ուզեց։ Իվան արքայազն էլ թե որ քեզ հավան է, թող պսակվի, ես նրա կամքին դեմ չեմ գնա։ Արքայադուստր Օլգան չարարկեց ու արծվի հետ պսակվեց, արծիվը նրան թռցրեց տարավ իր թագավորությունը։ Մի տարի էլ անցավ։ Իվան արքայազնը իր փոքր քրոջն ասավ. գնանք կանաչ այգում ման գանք։ Մի քիչ ման եկան, էլի ամպը վեր ելավ, քամին ու կայծակը հետը։ Քույրիկ, վերադառնանք տուն։ Հասան տուն, դեռ չնստած որոտը ճայթեց, կտուրը ճաքեց, մի ագռավ ներս թռավ, խփվեց գետնովը ու դարձավ մի ջահել ջիվան տղա։ Թե առաջինները լավն էին, էս մեկն ավելի լավն էր։ Դե, Իվան արքայազն, առաջ թե հյուր էի գալիս, հիմա խնամի եմ եկել, տուր ինձ արքայադուստր Աննային։ Ես քրոջս կամքին դեմ չեմ գնա, թե քեզ հավան է, թող առնի։ Արքայադուստր Աննան համաձայնվեց ու ագռավը տարավ նրան իր թագավորությունը։ Արքայազն Իվանը մնաց մենակ, մի տարի առանց քույրերի ապրեց ու ձանձրացավ։ Գնամ, ասավ, գնամ քույրերիս փնտրեմ։ Ճանապարհ ընկավ, գնաց, տեսավ ահագին զորքը ջարդված, բաց դաշտում ընկած։ Իվան արքայազնը հարցրեց. Էստեղ թե կենդանի մարդ կա, թող ձեն հանի, ով է ջարդել էս մեծ զորքը։ Մի մարդ, որ ողջ էր մնացել, ձայն տվեց, թե էս մեծ զորքի ջարդողը չքնաղ թագուհի Ծովադուստր Մարիան է։ Իվան արքայազնը առաջ գնաց, հասավ սպիտակ վրաններին, դեմը ելավ Ծովադուստր Մարիան։ Բարև արքայազն, էս ուր է տանում քեզ Աստված, քո կամքով թե ակամա։ Իվան արքայազնը թե
կտրիչ տղերքը իրենց կամքից անկախ ման չեն գալիս։ Դե որ գործը վրաշ չի, իմ վրանում հյուր մնա։ Իվան արքայազնի ուզածն էլ հենց էդ էր, 2 գիշեր վրանում մնաց, ծովադուստր Մարիային հավանեց ու հետն ամուսնացավ։ Չքնաղ գեղեցկուհի ծովադուստր Մարիան Իվանին հետը տարավ իր թագավորությունը, միաժամանակ ապրեցին ու մի օր էլ թագուհու խելքին փչեց պատերազմ գնալ։ Ամբողջ տունուտեղը թողեց Իվան արքայազնին ու հրամայեց. ամեն տեղ ման արի, ամեն ինչ աչքի տակ պահիր, միայն էսինչ նկուղը ոտք չդնես։ Հենց ծովադուստր Մարիան գնաց, նա էլ չհամբերեց, իրեն գցեց նկուղը, դուռը բացեց, տեսավ անմահ Կոշչեյը շղթայով կապոտած ու կախված։ Կոշչեյը Իվան արքայազնին խնդրեց, ասավ. ինձ խղճա, մի քիչ ջուր տուր, 10 տարի էստեղ տանջվում եմ, ոչ կերել եմ, ոչ խմել, կոկորդս լրիվ ճակճքել է։ Արքայազնը մի դույլ ջուր տվեց, սա խմեց ու էլի ուզեց։ Մի դույլն իմ ծարավին դարման չի, էլի տուր։ Իվան արքայազնը մի դույլ էլ տվեց, Կոշչեյը խմեց ու երրորդն էլ ուզեց։ Երրորդն էլ որ խմեց, իր նախկին ուժը ետ բերեց, թափ տվեց, 12 շղթան էլ կտրատեց։ Շնորհակալություն, Իվան արքայազն, ասավ Կոշչեյը, հիմա ծոծորակդ կտեսնես, ծովադուստր Մարիային չես տեսնի։ Ու մրրիկի նման պատուհանից դուրս թռավ, հասավ չքնաղ թագուհի ծովադուստր Մարիային, զավթեց ու հետը տարավ։ Իվան արքայազնը դառը լաց եղավ, պատրաստվեց ու ճամփա ընկավ։ Ինչ էլ լինի, ես գտնելու եմ ծովադուստր Մարիային։ Մի օր գնաց, 2 օր, երրորդ առավոտը տեսավ մի սիրուն պալատ, պալատի մոտ մի կաղնի ծառ, ծառի վրա մի բազե։ Բազեն ծառից թռավ, խփվեց գետնովը, դարձավ մի կտրիչ տղա ու ձայն տվեց. Ախ իմ սիրելի աներձակ, Աստված քեզ օգնական։ Արքայադուստր Մարիան դուրս վազեց, աղբորն ուրախ դիմավորեց, քեֆից հալից հարցուփորձ արեց, իրենց եղած չեղածից պատմեց։ Իվանը 3 օր մոտները մնաց ու ասավ. Ես չեմ կարող էստեղ երկար մնալ, ես գնում եմ կնոջս, ծովադուստր Մարիային չքնաղ թագուհուն փնտրելու։ Նրան գտնելը դժվար է, ասաց բազեն, բայց որ գնում ես, քո արծաթե գդալը էստեղ թող, կարող է պետք գա, կնայենք, քեզ կհիշենք։ Իվան արքայազնը արծաթ գդալը թողեց բազեի մոտ ու ճամփա ընկավ։ Մի օր գնաց, 2 օր, երրորդ օրվա առավոտը մի պալատ տեսավ, առաջինից էլ լավ, պալատի մոտ մի կաղնի ծառ, ծառի վրա մի արծիվ։ Արծիվը ծառից թռավ, խփվեց գետնովը, դառավ կտրիչ տղա ու ձայն տվեց։ Վեր կաց, արքայադուստր Օլգա, մեր հարազատ աղբերը եկել է։ Արքայադուստր Օլգան անմիջապես դուրս վազեց, եղբորը գրկեց, համբուրեց, քեֆուհալ հարցրեց, իրենց եղած չեղածից պատմեց։ Իվան արքայազնը 3 օր նրանց հետ մնաց ու ասավ. Էլ մնալու ժամանակ չկա, ես կին ունեմ, ծովադուստր Մարիան, չքնաղ թագուհին, գնում եմ կնոջս գտնեմ։ Արծիվը թե, նրան գտնելը դժվար է, քո արծաթե պատարագաղը էստեղ թող, մեկ-մեկ կնայենք, քեզ կհիշենք։ Իվան արքայազնը արծաթե պատարագաղն էլ թողեց արծվի մոտ ու ճամփա ընկավ։ Մի օր գնաց, 2 օր, երրորդ առավոտը մի պալատ տեսավ,
Էն առաջին երկուսից էլ լավ։ Պալատի մոտ մի կաղնի ծառի վրա մի ակռավ։ Ակռավը ծառից թռավ, խփվեց գետնովը, դառավ կտրիչ տղա ու ձայն տվեց. «Արքայադուստր Աննա, շուտ դուրս արի, մեր աղբերը եկել է»։ Արքայադուստր Աննան դուրս վազեց, ուրախ դիմավորեց եղբորը, գրկեց, համբուրեց, քեֆուհալ հարցրեց, իրենց եղած չեղածից պատմեց։ Իվան արքայազնը 3 օր հյուր մնաց ու ասավ. «Բարով մնացեք, ես գնում եմ կնոջս, ծովադուստր Մարիային, չքնաղ թագուհուն փնտրելու»։ Ակռավն էլ թե. «Նրան գտնելը դժվար է, քո արծաթե ծխախոտատուփը մեզ մոտ թող, մեկ-մեկ կնայենք, քեզ կհիշենք»։ Իվան արքայազնը արծաթե ծխախոտատուփը տվեց, մնաց բարով ասած ու ճամփա ընկավ։ Մի օր գնաց, 2 օր, 3-րդ օրը հասավ ծովադուստր Մարիային։ Սա էլ իր սիրելուն տեսավ, վազեց վզովն ընկավ, հոնգուր լաց եղավ ու ասավ. «Վայ, Իվան արքայազն, ինչի ինձ չլսեցիր, նկուղը մտար, անմա Կոշչեին բաց թողեցիր»։ «Ներիր, ծովադուստր Մարիա, եղածը մի հիշեցրու, ավելի լավ է արի ինձ հետ, քանի անմա Կոշչեյը չի երևացել, կարող է մեր բախտից չհասնի»։ Վեր կացան ու գնացին։ Անմա Կոշչեյը որսի էր։ Իրիկունը տուն վերադառնալիս ձին սայթակեց։ «Ինչ ես սայթաքում, այ քնձռոտ յաբու, թե դժբախտության հոտ ես առնում»։ Ձին թե Իվան արքայազնը եկավ, ծովադուստր Մարիային տարավ, կարող ենք հասնել հետևներից։ Որ ցորենը ցանենք, սպասենք հասնի, հնձենք, կալսենք, ալյուր շինենք, 5 վառարանով հաց թխենք, ուտենք ու նոր ճամփա ընկնենք, էլի կհասնենք։ Կոշչեյը ձին խթանեց, Իվան արքայազնի ետևից հասավ։ «Դե առաջին անգամը քո տված ջրի համար քեզ ներում եմ», ասավ Կոշչեյը, «երկրորդ անգամ էլ կներեմ, 3-րդ անգամ տես, հա, կտոր կանեմ»։ Ծովադուստր Մարիային ձեռքից խլեց, տարավ, իսկ Իվան արքայազնը մի քարի վրա նստեց ու լաց եղավ։ Լաց ու նորից ծովադուստր Մարիայի ետևից գնաց։ Անմա Կոշչեյը տանը չէր։ «Գնանք, ծովադուստր Մարիա»։ «Ախ, Իվան արքայազն, նա էլի մեզ կբռնի»։ «Թող բռնի, գոնե մի քիչ իրար հետ կլինենք»։ Հավաքվեցին ու ճամփա ընկան։ Անմա Կոշչեյը իրիկունը տուն վերադառնալիս ձին սայթակեց։ «Ինչ ես սայթաքում, այ քնձռոտ յաբու, թե դժբախտության հոտ ես առնում»։ Իվան արքայազնը եկավ, ծովադուստր Մարիային տարավ։ «Կարող ենք հետևներից հասնել»։ «Որ գարին ցանենք, սպասենք մինչև հասնի, կալսենք, աղանք, գարեջուր եփենք, խմենք, հարբենք, քնենք, զարթնենք, նոր ճամփա ընկնենք, էլի կհասնենք»։ Կոշչեյը ձին խթանեց, Իվան արքայազնի հետևից հասավ։ «Բա ես քեզ չասի, որ ծոծրակդ կտեսնես, ծովադուստր Մարիային չես տեսնի»։ Խլեց տարավ իր մոտ։ Իվան արքայազնը մենակ մնաց, հոնգուր լաց եղավ ու նորից գնաց ծովադուստր Մարիայի ետևից։ Այդ ժամանակ էլ Կոշչեյը էլի տանը չէր։ «Գնանք, ծովադուստր Մարիա»։ «Ախ, Իվան արքայազն, ախր քեզ կբռնի, կտոր կանի»։ «Թողանի, ես առանց քեզ կյանք չունեմ»։ Հավաքվեցին ու ճամփա ընկան։
Անմահ Կոշչեյը տուն վերադառնալիս ձին նորից սայթակեց։ Ինչ ես սայթակում, թե դժբախտության հոտ ես առնում։ Դե Իվան արքայազնը եկավ, ծովադուստր Մարիային տարավ։ Կոշչեյը ձին խթանեց, հասավ Իվանին բռնեց, կտոր արեց, գցեց տակառը։ Տակառն էլ երկաթե օղակներով ամրացրեց ու գցեց ծովը, իսկ ծովադուստր Մարիային տարավ։ Այդ ժամանակ Իվան արքայազնի փեսաները տեսան, որ նրա տված արծաթե իրերը սևանում են։ Վայ, ասացին, գլխին մի փորձանք է եկել։ Արծիվը իրեն գցեց ծովը, տակառն ափ հանեց, բազեն թռավ գնաց անմահական ջրի, իսկ ագռավը մեռյալ ջրի։ Երեքով էլ թռան եկան նույն տեղը, տակառը ջարդեցին, Իվան արքայազնի մարմնի կտորները հանեցին, մաքրեցին ու տեղը տեղին դասավորեցին։ Ագռավը մեռյալ ջրով ցայեց, կտորները կպան իրար, մարմին դառան։ Բազեն կենդանի ջրով ցայեց, Իվան արքայազնը իրեն թափ տվեց ու ասավ. Վայ, էս ինչ երկար եմ քնել։ Փեսաները թե շատ կքնեիր, եթե մենք չլինեինք, արի հիմի գնանք մեզ մոտ։ Չէ, եղբայրներ, ես գնում եմ ծովադուստր Մարիային գտնեմ։ Գալիս է ծովադուստր Մարիայի մոտ եւ ասում. Իմացիր, թե անմահ Կոշչեյը այդ լավ ձին որտեղից է ճարել։ Ծովադուստր Մարիան էլ հարմար պահը գտավ ու սկսեց Կոշչեյին հարցուփորձ անել։ Կոշչեյը թե 30 սարից են կողմ, 30-րդ թագավորությունում Հրեղեն գետի էն ափին մի ջադու պառավ է ապրում, նա մի զամբիկ ունի, ամեն օր նրանով աշխարհի շուրջը լրիվ պտույտ է անում, ուրիշ լավ զամբիկներ էլ ունի։ Ես նրա մոտ 3 օր հովիվ եղա, ոչ մի զամբիկ չկորցրի, դրա համար ջադու պառավը ինձ մի քուրակ տվեց։ Բա Հրեղեն գետը ո՞նց անցար։ Ես մի թաշկինակ ունեմ, աջ կողմի վրա 3 անգամ թափ եմ տալիս, բարձր կամուրջ է կապում, կրակն էլ նրան չի հասնում։ Ծովադուստր Մարիան ուշադիր լսեց, Իվան արքայազնին ամեն ինչ պատմեց, թաշկինակն էլ տարավ իրեն տվեց։ Իվան արքայազնը Հրեղեն գետը անցավ ու գնաց ջադու պառավի մոտ։ Սոված ծարավ ճամփա էր գնում։ Մի ծովային թռչուն պատահեց իր ծագուկներով։ Իվան արքայազնը ասավ. Շատ եմ քաղցած, էս ճտերից մեկին ուտեմ։ Մի կեր Իվան արքայազն, բաղատեց ծովային թռչունը, մի օր ես քեզ պետք կգամ։ Առաջ գնաց, անտառում մեղվի փեթակ տեսավ։ Գոնե մի քիչ մեղր վերցնեմ։ Մայր մեղուն թե մեղրին ձեռ մի տուր, Իվան արքայազն, ես մի օր քեզ պետք կգամ։ Մեղրին էլ ձեռ չտվեց, առաջ անցավ, դեմը մի առյուծ ելավ ձագի հետ։ Պիտի էս կորյունին ուտեմ, թե չէ սիրտս խառնում է սովից։ Չուտես, Իվան արքայազն, խնդրեց առյուծը, մի օր քեզ պետք կգամ։ Դե լավ, թող քո ասածը լինի։ Սոված ոտքերը քարշ տալով գնաց, տեսավ ջադու պառավի տունը։ Տան 4 կողմը 12 ցցեր են տնկած, 11 ցցի վրա մարդու գլուխ է դրած, մենակ մեկի վրա չկա։ Բարև, տատի։ Բարև, Իվան արքայազն։ Ո՞նց ես եկել, քո հոժար կամքով թե զորով։ Եկել եմ մի լավ ձի ճարեմ։ Խնդրեմ, թագավորի տղա, ինձ մոտ էլ ծառայությունը հո մի տարով չի,
եղած չեղածը 3 օր է, թե զամբիկներիս լավ պահես, մի հրեղենձի կտամ, թե չէ, չնեղանաս, գլուխդ էն վերջին ցցից կկախեմ։ Իվան արքայազնը համաձայնեց, ջադու պառավը նրան կերցրեց, խմեցրեց ու ասաց, որ իր գործին կենա։ Հենց զամբիկներին դաշտ հանեց, սրանք պոչները տնկեցին ու դաշտով մեկ ցրիվ եկան։ Թագավորի տղան մինչև աչքը թարթեց լրիվ կորան։ Էստեղ սա լաց եղավ, դարդարեց, նստեց մի քարի ու քնեց։ Արևն արդեն մայր էր մտնում, մի ծովային թռչուն թռած եկավ ու Իվան արքայազնին վեր կացրեց։ Վեր կաց Իվան արքայազն, զամբիկներն արդեն տանն են։ Արքայազնը վեր կացավ, եկավ տուն, տեսավ ջադու պառավը զամբիկների վրա զայրացած գոռգոռում է։ Ինչ եք դարել տուն։ Ոնց ետ չդառնանք, ամբողջ աշխարհի թռչունները վրա եկան, քիչ մնաց մեր աչքերը հանեն։ Դե վաղն էլի դաշտ մի գնացեք, մութ անտառով ցրվեք։ Իվան արքայազնը գիշերը քնեց, առավոտը ջադու պառավն ասավ. Թագավորի տղա, թե զամբիկներին լավ չնայեցիր, մեկնումեկին կորցրեցիր, էդ թարլան գլուխդ ցից կհանվի։ Տղան զամբիկներին քշեց դաշտ, բայց սրանք իսկույն պոչները տնկեցին ու խիտ անտառներով մեկ ցրվեցին։ Էլի նստեց քարին, լաց եղավ ու քնեց։ Արևն արդեն անցնում էր անտառի ետևը, որ մի առյուծ մոտ եկավ թե. Վեր կաց, Իվան արքայազն, զամբիկները հավաքվել են։ Իվան արքայազնը վեր կացավ, գնաց տուն, տեսավ ջադու պառավն առաջվանից էլ ուժեղ է գոռում զամբիկների վրա, թե ինչի տուն եկաք։ Ոնց տուն չգայինք, ամբողջ աշխարհի կատաղած գազանները վրա տվին, քիչ մնաց պատառ անեն։ Դե որ այդպես է, դուք էլ վաղը մտեք ծովը։ Էլի գիշերն անցկացրեց Իվան արքայազնը, առավոտը ջադու պառավը նրան ուղարկեց իր գործին։ Թե լավ չպահեցիր, թարլան գլուխդ ցից կհանվի։ Տղան զամբիկներին քշեց դաշտ, սրանք իսկույն պոչները տնկեցին, աչքից կորան ու մտան կապույտ ծովը, մինչև վիզները խրվեցին ջրում։ Իվան արքայազնը նստեց քարին, լաց եղավ ու քնեց։ Արևը մտավ անտառի ետևը, մեղուն թռավ եկավ ու ասաց. Վեր կաց թագավորի տղա, զամբիկները հավաքվել են, բայց որ տուն գնաս, ջադու պառավի աչքին չերևաս, կգնաս ախոր, կթաքնվես մսուրքի ետևը։ Էնտեղ աղբի մեջ կորած մի քոսոտ քուրակ կա, դրան նստիր, մութ գիշերով դուրս արի։ Իվան արքայազնը ելավ գնաց ձիանոց ու մտավ մսուրքի ետևը։ Ջադու պառավն իր զամբիկների վրա գոռաց, թե ինչի ետ եկաք։ Ոնց ետ չգայինք, ողջ աշխարհի մանր ու մեծ աներևույթ մեղուները վրա տվին։ Ջադու պառավը քնեց։ Կեսգիշերին Իվան արքայազնը քոսոտ քուրակը թամբեց ու քշեց դեպի վրեղեն գետը։ Հասավ գետին, թաշկինակը 3 անգամ աջ կողմի վրա թափ տվեց, մեկ էլ որտեղից որտեղ գետի վրա մի մեծ բարձր կամուրջ կախվեց։ Կամուրջով անցավ, թաշկինակն այս անգամ ծաղ կողմի վրա 2 անգամ թափահարեց ու մի բարակ կամուրջ թողեց։ Ջադու պառավն առավոտը վեր կացավ, քոսոտ քուրակի հետքն էլ չկար։ Ընկավ ետևից, ամբողջ ուժով երկաթե սանդով սլանում էր, հավանք թակիչով քշում էր, ավելով հետքը մաքրում էր։ Հասավ հրեղեն գետին, նայեց ու միտք արավ։
ինչ լավ կամուրջ է։ Ու կամուրջով անցկենալիս հենց հասավ մեջտեղը, կամուրջը ջարդվեց, ջադու պառավն էլ շրամբ գետի մեջ ընկավ ու հենց այդտեղ չար մահու բաժին դառավ։ Իվան արքայազն էլ քուռակին կանաչ դաշտերում արածացրեց, մի հրաշալի ձի դարձրեց։ Ձին հեծավ, հասավ ծովադուստր Մարիայի մոտ, սա դուրս եկավ, ընկավ վզովը։ Աստված, ոնց քեզ կենդանի պահեց։ Էսպես ու էսպես, ասավ տղան, հիմա վեր կաց, գնանք։ Վախենում եմ, Իվան արքայազն, կոշչեը կհասնի, էլի կտոր կանի։ Չէ, էլ չի հասնի, հիմա ես մի հրեղեն ձի ունեմ, որ ծտի պես է թռչում։ Ձին հեծան ու ճամփա ընկան։ Անմահ կոշչեը որսից տուն էր գալիս, ձին էլի սայթակեց։ Այ քնձռոտ յաբու, ինչ ես սայթակում, թե դժբախտության հոտ ես առնում։ Իվան արքայազնը եկավ, ծովադուստր Մարիային տարավ։ Կարող ենք ետևից հասնել։ Աստված գիտի, հիմա Իվան արքայազնի ձին հրեղեն է ու ինձնից էլ լավն է։ Չէ, չեմ համբերի, ասավ անմահ կոշչեը, կընկնեմ ետևից։ Շատ գնաց թե քիչ հասավ Իվան արքայազնին։ Իջավ գետնին ու ուզեց թրով խփի։ Այդ ժամանակ Իվան արքայազնի ձին ամբողջ ուժով անմահ կոշչեին, որ սմբակով չտվեց, գլուխը ցիրուցան արեց, իսկ թագավորի տղան էլ գուրզով վերջ տվեց նրան։ Դրանից հետո թագավորի տղան մի խտիտ փայտ հավաքեց, կրակ արեց, անմահ կոշչեին տվեց կրակի բերանը, իսկ մոխիրը տվեց քամուն, քամին տարավ։ Ծովադուստր Մարիան հեծավ կոշչեի ձին, Իվան արքայազնը իր ձին ու հյուր գնացին, սկզբում ագռավին, հետո արծվին, վերջում բազեին։ Ուր էլ գնում էին, ամենտեղ ուրախ դիմավորում և ասում էին. Ախ Իվան արքայազն, մենք արդեն հույսներս կտրել էինք, բայց չարչարանքդ իզուր չանցավ։ Ծովադուստր Մարիայի պես գեղեցկուհի այս աշխարհում չես գտնի։ Հյուրասիրեցին, քեֆ արեցին ու ճանապարհեցին իրենց թագավորությունը։ Եկան իրենց երկիրն ու սկսեցին ապրել, սեր քաշել, մեղր խմել ու կյանք անել։